Ողջույն բոլորին, այսօր պատրաստելու ենք շատ համեղ, հեշտ և արագ պատրաստվող ռուլետ, որը որ ես փորձել եմ կրկնել այն բաղադրատոմսով, որը հանդիպեցի երեկ TikTok-ում և ինձ շատ հետաքրքրեց, որովհետև իրոք արագ էր ստացվում և ես օրինակ չէի մտածել, որ կարելի էր այդպես անել և փորձեցի կրկնել, տեսնել արդյոք լավ կստացվի թե ոչ։ Մենք սովորաբար սովոր ենք պատրաստել ռուլետը սկզբում բիսկվիտը, այնուհետև մեջը քսել ջեմ կամ որևէ մեկ այլ խճողակ դնել և փաթաթել ռուլետի տեսքով, բայց այս անգամ մենք անելու ենք երկուսում մեկում, միանգամից և ներսի պարունակությունը և բիսկվիտը թխելու ենք ջեռոցում։ Դրա համար մեզ անհրաժեշտ է խնձոր։ Խնձորը ես վերցրել եմ 3, հետո կես խնձոր էլ ավելացրեցի, 3 բավականին խոշոր խնձորներ են, բայց հետո ես նկատեցի, որ խնձորները 3-ն էլ թթու էին, շատ քաղցր չէին, թե դուք գիտեք, որ քաղցր են, ապա նորմալ է, բայց եթե թթու են, այնտեղ կասեմ մի փոքր ավելի շաքար ավելացնեք։ Վերցրեցի 3 խնձոր, կեղևահան արեցի և քերիչով անցկացրեցի։ Քերիչով անցկացնելուց հետո խոշոր անցքերով։ Քերիչով անցկացնելուց հետո խնձորների վրա լցնում ենք լիմոնի հյութ, որպեսզի նրանք շուտ չսևանան, մեկ է սևանալու են, բայց շատ չսևանան, որոշ չափով պահպանեն իրենց գույնը։ Այնուհետև վերցրեցի ջեռոցի տապակը, որը նախապես ծածկել էի յուղաթղթով և սկսեցի խնձորը քերած տարածել յուղաթղթի վրա, որտեղ որ հետագայում նաև լցնելու ենք մեր բիսկվիտի խմորը։ Այսպես ասած, մեր ջեմը պատրաստում ենք բիսկվիտի հետ միասին։ Վրան ես մի փոքր դարչին եմ ցանում, դա ըստ ցանկության, եթե ցանկանում եք կարող եք անել, եթե ցանկանում եք կարող եք չավելացնել, եթե դարչին չեք սիրում։ Այնուհետև անցնում եմ խմորի պատրաստմանը։ Կոտրում եմ 5 ձու, միջին չափի էլի ձվերային, մի փոքր մի պտղունց աղ եմ անում և սկսում եմ հարել։ Այստեղ ամենակարևորը հարել մինչև սպիտակելն է ձուն։ Ընդհանուր շաքարավազի զանգվածից, որը կես բաժակ է, մոտավորապես 80-ից 100 գրամ, վերցնում եմ 1,5 ճաշի գդալ և ցանում եմ խնձորի վրա։ Այստեղ եթե ձեր խնձորները թթու են, ապա ավելի շատ ցանեք շաքարավազ մի փոքր։ Եթե քաղցր են, ապա 1,5-2 ճաշի գդալը նորմալ է։ Հարում ենք ձուն շաքարավազի հետ մինչև այն իր զանգվածով 4-ից 5 անգամ մեծանա, տեսեք ինչքան է բարձրացել, ինչքան թեթև զանգված է ստացվել։ Այնուհետև վերցնում ենք 100 գրամ ալյուր, ավելացնում ենք այնտեղ 1 թեյի գդալ փխրեցուցիչ, որը երևի թե կարող եք փոխարինել սոդայով, չգիտեմ, որովհետև առաջին անգամ էի փորձում, հենց փորձել եմ փխրեցուցիչով, թե ինչպես կստացվի սոդայով չեմ կարող ասել։ Եվ ավելացնում ենք ալյուրը մեր ձվային զանգվածին։ Արդեն հարիչով չենք հարում, շարունակում ենք խառնել ձեռքով կամ գդալով կամ հարիչի այդ ոտիկով, բայց ներքևից վերև թեթև շարժումներով, որպեսզի այս ծավալը չիջնի և չփոքրանա։ Ես մոռացել էի ավելացնել վանիլին շաքարավազի հետ, բայց երբեք ուշ չէ, այնպես որ ավելացրեցի վանիլին։ Մեր խմորը արդեն պատրաստ է, մածունով չէ, սովորական բիսկվիտի խմոր է և ավելացնում ենք մեր խնձորի վրա, որը քերել էինք։ Ավելացնում ենք, հարթեցնում ենք մի լավ, որպեսզի բոլոր կողմերից հավասար լինեն, որպեսզի մի կողմը բարձր, մի կողմը ցածր չլինի։ Մի լավ հավասարեցնում ենք, հարթեցնում ենք և ուղարկում ենք այս զանգվածը ջեռոց, որը ես տաքացրել էի նախապես 180 աստիճան, վերև ներքև ռեժիմով է և ինձ մոտ թխվեց մոտավորապես 20-ից 25 րոպե, ճիշտն ասած ժամին չեմ նայել, բայց երևի թե այդքան, որտեղ բավականին արագ ստացվեց։ Չոփիկով ստուգեցի, մեջը թաց չէր և երեսը կարմրել էր այսպես ու արդեն հանեցի ջեռոցից։ Այսպիսի փափուկ, բարձր, չգիտեմ ինչպես նկարագրեմ այս խմորը, իրոք սպունգի նման էր, շատ լավ էր ստացվել, ի զարմանս ինձ, որովհետև մի անգամ փորձել էի պատրաստել ռուլետ այս ջեռոցի տապակի մեջ ու լավ չէր բարձրացել, լավ չէր ստացվել, ինձ դուր չէր եկել։ Եվ այս բաղադրատոմսով ստացվեց, ասեմ ավելին 2-ը 1-ում եղավ, էլ մեջ միջուկ քսելու, ջեմ քսելու կարիք չկար, միանգամից մեր ջեմը միջուկը արդեն ներսում է ու ուղղակի մեզ մնում է տեղափոխել սրբիչի կամ յուղաթղթի վրա ու փաթաթել ռուլետի նման։ Ընդհանրապես չճաքեց խմորը, շատ փափուկ, շատ լավ
կարող եք ինքներդ տեսնել ինչքան լավ խմոր է ստացվել։ Ցանում ենք շաքարի փոշի եւ մատուցում։ Այնպես որ եթե ձեր հյուրերը զանգահարել են եւ շուտով գալու են, իսկ ձեր տանը թխվածք չկա, դուք ունեք 30 րոպե, որպեսզի պատրաստեք այս ռուլետը։ Այնպես որ բոլորին բարի ախորժակ, շատ ուրախ եմ, որ կիսվեցի բաղադրատոմսով, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր հոլովակները։